Պետք է անել հնարավորը պետություն եկեղեցի հարաբերությունները այնպես կարգավորելու համար, որպեսզի ապագայում որևէ փոքրիկ խմբակի մտքով չանցի նոր հարձակում գործել մեր կարևորագույն ազգային ինստիտուտի վրա եւ հաջողության հույս ունենալ։ Այս մասին նշված է գործարար Սամվել Կարապետյանի նոր ուղերձում։ Գործարարի խոսքով ոչ պակաս կարևոր է, որ հոգեվոր կյանքը մեր ժողովրդի առօրյա կյանքի անբաժանելի մասը դառնա։ Հայրաքելական Սուրբ եկեղեցի մեր ազգային նկարագրի անբաժանելի մասն է։ Այս բացառիկ արժեքի որ մասն ենք մենք կարողացել ցույց տալ աշխարհին։ Անկախության շուրջ 35 տարիներին գուցե այդ հնարավորությունը չի եղել, բայց շատ մոտ ապագայում մենք արդեն պետք է այնպես անենք, որ բոլորն իմանան, թե որտեղ են Հայաստանն ու Մայրաթոր Սուրբ Էջմիածինը, ասված է հայտարարության մեջ։ Խորտակի մարզային փրկարարական վարչություն սեպտեմբերի 28-ին ժամը 19:27-ի նախազանգ է ստացվել, որ Մարմարի գյուղում վերամբարձ կռունկ է շրջվել։ Խցիկում կա արգելափակված քաղաքացի, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկությունը հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Դեպքի վայրը մեկնած փրկարարները պարզել են, որ ավտոկռունկը աշխատանքներ իրականացնելիս շրջվել է, վարորդը արգելափակվել է խցիկում։ Շտապօգնության բժիշկները տեղում արձանագրել են վերջինիս մահը։ Սեպտեմբերի 28-ին ՆԳՆ ոստիկանությունը հազանգ է ստացվել, որ կտրած սակած վերքերով Կապան բժշկական կենտրոն են տեղափոխվել երկու անձինք, որոնցից մեկը 37-ամյա Յուրի Մարգարյանը գիտակցության չգալով մահացել է։ Պարզվել է, որ նույն օրը Սյունիքի մարզի կոմբինատներից մեկում վիճաբանություն է սկսվել մի խումբ անձանց միջև, ինչը շարունակվել է այլ վայրում։ Անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Վարդենիսի 22-ամյա բնակիչը իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել երկու անձանց, ավելի ուշ նա խոստովանել է իր կատարածը և ձերբակալվել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 28-ից 30-ն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում, որտեղ կմասնակցի ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին։ Նախատեսված են հանդիպումներ ԵԽԽՎ նախագահի, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի, մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահի, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի հետ։ Սեպտեմբերի 30-ին վարչապետը ելույթ կունենա ԵԽԽՎ 4-րդ նստաշրջանում Յագումար նիստում։ Մինչ այդ Փաշինյանը գտնվում է Նյու Յորքում, որտեղ մասնակցել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի աշխատանքներին։ Ադրբեջանում անցկացվող ԱՊՀ երկրների խաղերի բացման արարողության մասին սոցցանցի իր էջում գրառում է կատարել ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը, նշելով, որ միջոցառման ամբողջ սիմվոլիկան հակահայկական և պատերազմական էր։ Նրա խոսքով մի կողմից ցուցադրվում էր երկաթե բռունցքը, մյուս կողմից 44 թիվը, որն ուղեկցվում էր թշնամու դեմ տարած հաղթանակի մասին խոսքերով։ Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ այս երկիրը խաղաղության և բարիադրացիայության միտում չունի, ողջ վարչակարգը կառուցվում է ագրեսիայի ատելության և պատերազմական քարոզի վրա, եւ սա ոչ թե փոխվում է, այլ ընդհակառակը խորանում դառնալով ոչ միայն ներքին, այլև արտաքին հարաբերությունների կարևոր բաղադրիչը, գրել է ադրբեջանագետը։ Gəlib dayanacaq. Yəni 44 günlük müharibə. Azərbaycan tarixinin ən şanlı müharibələrindən biri və Azərbaycan torpaqlarının işğaldan azad olunması 44 günlük müharibə bildiyiniz kimi bu müasir Azərbaycan tarixinin ən şanlı səhifəsidir. Ən şanlı günləridir, ən böyük günləridir. Həmin günləri yenə də qürurla xatırlayırıq. 4 oktyabr 2020-ci il Հայաստանի պաշտպանության նախարարության շենքի մոտ լարված իրավիճակ էր 44-օրյա պատերազմից հետո անհետ կորած համարվող զինծառայողների ծնողները հավաքվել էին նախարարության վարչական համալիրի դարպասների մոտ, պահանջելով հանդիպում ԳՇՊետ Էդվարդ Ասելյանի, Արցախի ԲԲ նախկին հրամանատար, ներկայումս պաշտպանության նախարարի խորհրդական Կամո Վարդանյանի հետ։ Մի քանի ծնող ներսում էին, բայց քանի որ ծնողները հրաժարվում էին հեռանալ դարպասների մոտից, մեծ թվով ոստիկաններ են բերվել նախարարության մոտ, որոնք շրջապատել են ծնողներին։ Ծնողները փակել էին անցագրային կետի դարպասները եւ հրաժարվում էին բացել այն։ Կանչել մեր պահանջները չեք բավարարում, նա դեռ այս ներվային տոնի վրա մերացնում է։ Գիտեմ, հրաման եք ստացել, պետք է բացեք, մենք Երևանի Երևան 2807 տոնակատարությունները կսկսվեն հոկտեմբերի 11-ից Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում այս մասին հայտնել է մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը։ Կունենան 5-ից 6 բեմահարթակ ռոք, ջազ, էստրադային ռետրո, դասական և հանրապետության հրապարակում կկայանա երգիչ Թաթա Սիմոնյանի գալա համերգը, ասել է Սարգսյանը, նշելով, որ այս տարի հյուրեր կլինեն նաև արտասահմանից։ Միջոցառումները կմեկնարկվի էլեկտրոնային երաժշտության փոքր փառատոնով, որը կանցկացվի Դիանա Աբգարի անվան այգում։
Հայաստանի ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնում է, որ իրավապահները բացահայտել են սեպտեմբերի 18-ին կատարված հանցագործությունը։ Մասնավորապես պարզվել է, որ Բյուրեղավանի բնակիչ 28-ամյա երիտասարդը մեկ այլ անձի հետ իր BMW Մակնիշի մեքենայով 29-ամյա համակարգացում բռնի տեղափոխել են Նոր Գեղի գյուղում գտնվող կիսաքառուշինություն, ծեծել եւ գումար պահանջել։ Նրանց հետ միացել նաեւ Նոր Գեղի բնակիչ 30-ամյա երիտասարդը վիճաբանության ժամանակ վերջինս նույնիսկ փորձել է խեղդել 29-ամյա երիտասարդին, որը սակայն դանակով հարվածել է նրա ոտքին եւ փորձել փախչել, ինչը չի հաջողվել։ Նույն շինություն են տարվել 29-ամյա երիտասարդի երկու ընկերները, որոնք նույնպես ծեծի են ենթարկվել։ Նրանց մի քանի ժամ պահել են, ապա վերցրել են բջջային հեռախոսները եւ բաց թողել, յուրաքանչյուրից պահանջելով $15,000։ Նախաձեռնվել է քրեական բարույթ, Բյուրեղավանի բնակիչ 23-ամյա եւ 28-ամյա Նոր Գեղի բնակիչը, 30-ամյա երկու երիտասարդները ձերբակալվել են եւ ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին։ 2026 թվականին Հայաստանում կբացվի Յուվենտուսի ակադեմիան Ավանի ենթակառուցվածքների շինարարությանը հետևելուց հետո հայտարարում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։ Ակադեմիան կգործի ոչ միայն Ավանում, այլև կենտրոնում, Հրազդան մարզադաշտի հարևանությամբ։ Նշում են, որ Եվրոպայից կժամանի 20 մարզիչ կլինեն անվճար եւ վճարովի խմբեր։ Անվճար խմբի երեխաները կընտրվեն իտալացի մարզիչների կողմից։ Այս բան 2 հեկտար մակերեսով տարածքում կառուցվում է 4 խաղադաշտ, նախատեսված է 1 փակ խաղադաշտ փոքրերի համար, շինության երկրորդ հարկում է կգործի հյուրանոց, կացարան, մարզիչների եւ մարզերի երեխաների համար։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ նստաշրջանից դուրս պատասխանել է հայ լրագրողների հարցերին, մասնավորապես այն հարցադրմանը, որում լրագրողն ասում է, արդյոք ուռճացված չէ խաղաղության մասին խոսույթը, երբ Ադրբեջանը շարունակում է հակահայկական քաղաքականություն վարել ու առիթը բաց չի թողնում հիշեցնելու Արցախյան պատերազմները։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը ասաց, որ խաղաղության մասին իր խոսույթը միակողմանի չէ։ Դրա հիմքը ստորագրված փաստաթղթերն են ու Բաքուն եւս խոսում է խաղաղության լեզվով։ Փաշինյանը նաեւ խնդրեց ճիշտ մոտենալ հարցին։ Դատախազ Արման Բաղդասարյանը 2 տարի 6 ամիս ազատազրկում պահանջեց իշխանության զատման կոչի համար մեղադրվող Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Հաչապահյանի համար։ Սրբազանի մեղավոր ճանաչելուց հետո դատարանը սկսեց լրացուցիչ լսումներ պատժաչափը որոշելու համար։ Սրբազանին սպառնում է տուգանքից մինչև 5 տարի ազատազրկում։ Նիստն այսօր սկսեց պաշտպանական կողմի միջնորդությամբ հերթականն արդեն 3-րդ բացարկը դատավոր Արմինե Մելիքսեթյանին, որը մերժվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 3-ին ժամը 17:39, այդ ժամանակ հրապարակվի դատավճիռը։